Բարի օր բարեկամներ, սկսում ենք նոր հաղորդաշար, ես կարծում եմ, որ այս ամսվա ընթացքում բազմասփյուռ մեր հեռուստադիտողը արդեն նկատեց մեր ցանցում կատարված որոշակի փոփոխությունները եւ միտումները եւ ուրախությամբ պետք է նշեմ, որ տարեմուտից առաջ եւս մեկ նոր հաղորդաշար ենք ազդարարում, որը հաճույքով պետք է այսօր ներկայացնեմ։ Սակայն առաջ անցնելով ասեմ, որ անմիջապես հունվարյան ամանորի տոներից հետո նման շարքերը կլինեն ավելի շատ, գրեթե ամեն օր, եւ եթե այսօր այս շարքը անվանել ենք մեր պատմության դասեր, հաշվի առնելով ձեր նախասիրությունները եւ ցանկությունները, ապա կբազմապատկվի այս շարքին կմիանան մեր գրականության դասերը, հայ արվեստի դասեր, ճարտարապետության դասեր, որի ընթացքում այս տաղավարում կհյուրընկալենք այսօրվա ոլորտի ոչ միայն հայաստանյան, այլև Սփյուռքում բազմամյա իրենց վաստակը ունեցած դասախոսների, որոնք եւ կներկայացնեն տարբեր մեր բազմահազար պատմության տարբեր դրվագներ, տարբեր մասեր ներկայացնելով առանձին հեղինակների, առանձին ժամանակաշրջանի, առանձին դեպքեր։ Ահա այսպիսի մեծ ծրագիր ունենք, ցանկություն ունենք իրականացնելու եւ նաեւ ցանկանում ենք, որ դուք շատ անմիջական մասնակցություն ունենաք մեր այս հաղորդաշարերի ձևավորման, կազմավորմանը, մասնավորապես ձեր նամակներով, որի համար բացված կլինեն առանձին էլեկտրոնային փոստարկղեր, կարող եք դիմել ձեր առաջարկությունները հաղորդաշարի ընթացքում հեռախոսահամարներ, որոնք կտրամադրվեն եւ դուք կարող եք անմիջապես մասնակցել արտահայտելով ձեր առաջարկությունն ու ցանկությունը, ինչպես նաեւ քանի որ ընդհանուր առմամբ այս հաղորդաշարերը շատ մեծ լայն աշխարհագրություն են եւ ժամանակաշրջան են ընդգրկելու, նաեւ մենք կարող ենք իրականացնել տարբեր արտագնա հաղորդումներ, նկարահանումներ, որի փորձը ունեցել ենք, այնպես որ հրավիրում ենք ձեզ աջակցության եւ մասնակցության այս մեծ դաշտ, որը ընդհանուր առմամբ կոչվում է մեր պատմությունը, քանզի ամենակարճ ճանապարհը այս պատմությունը իմանալու հենց նույն Հայաստանի հանրային հեռուստատեսությունն է, որը սփռվում է աշխարհի բոլոր երկրներում։ Սա որպես նախաբան, մասնավորապես մեր պատմության դասերի մասին ասեմ, որ այն եթերում կլինի ամեն շաբաթ, ուղիղ եթեր եւ այնուհետեւ մի քանի անգամ հաշվի առնելով հեռարձակման գոտիները կկրկնվի, սակայն դա չի նշանակում, որ կրկնությունը դա հին թեմայի կրկնություն է, այլ սա հնարավորություն է ավելի հանգամանալից, ուշադիր դիտելու, հասկանալու, ընկալելու, իսկ այն ինչ որ կմնա ի վերջո անհասկանալի, ուրեմն կարող եք ձեր հարցերի միջոցով ուղղել մեր հաղորդաշարի հեղինակին, որը եւ հաճույքով կպատասխանի եւ ուղիղ եթերում եւ եթե կարիք լինի նաեւ առանձին այսօրվա էլեկտրոնային բոլոր միջոցներով։ Ես հաճույքով ներկայացնում եմ այսօր հայաստանյան իրականության մեջ շատ առաջադեմ, շատ երիտասարդ, շատ սիրելի եւ նաեւ բազմիցս նախորդ մեր հաղորդումների ժամանակ թե կեսգիշերային ճեպընթացում, թե ակլորականչում հյուր եղած պատմական գիտությունների թեկնածու Երևանի պետական համալսարանի դասախոս պատմաբան Արտակ Մովսյանին, որը եւ ստանձնել է այս ծանր բեռը ներկայացնելու մեր պատմությունը եւ բնականաբար այն դասերը, որը մենք պետք է քաղենք կամ ինչպիսի արձագանք ունեցան այս ամենը։ Խնդրեմ Արտակ։ Շնորհակալություն Արթուր։ Նախ ուզում եմ շնորհակալությամբ ընդունել այս պատասխանատվությունը, որ ինձ վրա դրեցիք, որովհետև ինձ համար դա ոչ այնքան բեռ է, որքան հաճույք,
որովհետև միշտ մտածում էի սրա անհրաժեշտությունը կա եւ մենք լուրջ անհրաժեշտություն ունենք հայոց պատմության այսպես մեծ քարոզչության, համահայկական ցանցով քարոզչության, նախ եւ առաջ որ դա կարեւոր է մեզ համար ազգային ճանաչողության տեսանկյունից։ Երկրորդը որ մեզ համար շատ կարեւոր է եւ ես շատ ուրախ եմ որ այս հաղորդաշարը փաստորեն արդեն ստեղծվեց եւ մեկնարկում է հենց հիմա, սա կարեւոր է մեր ազգի այսօրվա իրավիճակի առումով։ Բոլորիս համար հայտնի է որ մեր ազգը, եթե այսօր մոտավոր հաշվարկով մոտ 10 միլիոն է կազմում աշխարհի վրա, 30%-ն է ընդամենը իր հողի վրա ապրում եւ 70% ապրում է իսփյուռս աշխարհի։ Եվ այս տեսանկյունից հերոստատեսային մեծ լսարան ունենալը ամբողջ երկիր մոլորակի վրա, որ ինչպես արդեն ասեցիր, տարբեր ժամային գոտիների համար պիտի հեռարձակվի եւ ամեն հայ մարդ հնարավորություն կունենա հաղորդաշարը նայելու իրեն համար, այսպես հարմար նպաստավոր ժամի, սա չափազանց կարևոր մի բան է եւ կարող է լուծել մեր ազգի համար շատ կարևոր, այսպես ազգային դաստիարակության խնդիրներից մեկը հայոց պատմության քարոզչության հատվածով։ Ես ինչի համար եմ ուզում սա նաեւ կարևորել, որովհետեւ նորից հայտնի է բոլորիս, որ եւ սա միայն հայկական խնդրեմ չի, այսօր ամբողջ աշխարհը ունի նոր սերնդի չկարդալու խնդրեմը, նոր տեխնոլոգիաներ եւ ավելի քիչ են գիրք կարդում եւ անշուշտ այս պայմաններում շատ կարեւոր է որ մենք ժամանակակից մեթոդներով կարողանանք մեր ժողովրդին, մեր աճող սերնդին հատկապես ներկայացնել, մատուցել իր պատմությունը, ընդ որում պատմությունը իր վերլուծությամբ։ Ես վերջերս զրուցում էի մեր ինֆորմացիոն տեխնոլոգիաների լավագույն մասնագետներից մեկի հետ Հայաստանում եւ հետաքրքիր թվեր ինձ ասեց, վիճակագրության համաձայն քարոզչության էֆեկտիվության 83%-ը բաժին է ընկնում հեռուստատեսությանը։ Մնացած 17-ը նոր ինտերնետ, թերթեր, ռադիո եւ այլն, գրքեր բնականաբար։ Եվ այս տեսանկյունից եւս H1-ը, որ փաստորեն միակ հայկական ալիքն է, որը ունի ամբողջ երկիր մոլորակի վրա անընդհատ փաստորեն 24 ժամ հեռարձակվելու հնարավորություն, այս հիանալի հնարավորությունը մենք ծառայեցնենք, իսպաս դնենք մեր ժողովրդի մեջ ազգային գիտակցության ավելի բարձրացման, մանավանդ որ բոլորիս համար էլ հայտնի է, հատկապես դա շատ կարևոր է այն գաղութներում, որտեղ ավելի այսպես սակավաթիվ հայեր են ապրում, որտեղ հայկական դպրոց ունենալու հնարավորությունը չունեն, գաղութներում մի քանի ընտանիքներ են ապրում եւ բնականաբար նրանք ուզած թե չուզած երեխաներին տանում են օտար լեզուներով դպրոցներ եւ սա բավականին մեծ բաց է, որը կարծում եմ կարող է մասնակի չափով լուծվել։ Մյուս կարևոր հարցը, որի շուրջ կուզենայի կենտրոնանալ անհրաժեշտության առումով, դա այն է, որ Սփյուռքի մեր գաղթօջախների մեծագույն մասը չունի սեփական հեռուստատեսություն ունենալու հնարավորությունը։ Ես առիթներ ունեցել եմ լինելու տարբեր համայնքներում եւ համեմատելու, ասենք օրինակ, եթե Լոս Անջելեսի հայ համայնքը այդ առումով բացարձակ պակասություն չի զգացվում, 50-ից ավելի երևի հեռուստաժամեր, որոնք մի քանի ալիք ամբողջությամբ համարյա թե հայկական հեռուստաժամեր են թողարկում, ընդ որում դրանցից մի քանիսը ամբողջ հյուսիսային Ամերիկայով են թողարկում, այնտեղ բավականին այսպես հայապահպանման վիճակը բավականին ապահով վիճակում է։ Սակայն ասենք այնպիսի հայկական գաղթօջախ, ինչպիսին Ֆրանսիայի հայ համայնքն է, մի հեռուստաալիք անգամ չունի։ Եթե ասենք Պարսկաստանի հայ համայնքը չունի, այստեղ մի փոքր հասկանում ես, որովհետև պետության մենաշնորհն է հեռուստաընկերությունը Իրանում, դա պետական մենաշնորհ է եւ իրենցից բացի թույլ չեն տալիս։ Բայց ասենք չունի Ֆրանսիան, չունեն մյուս Ռուսաստանի հայ համայնքները չունեն եւ այս պայմաններում իհարկե H1-ի արբանյակային հեռուստաընկերությունը սա կարող է լինել փրկություն, եթե ուղղորդվում է այսպես ճիշտ նպատակաուղղված, իսկ այն որ դա պիտի ուղղորդվի, ես կարծում եմ, որ մեր հայրենակիցները տվյալ դեպքում արդեն չեմ ուզում այսպես փոխադարձ գովասանքի վերածվի, բայց ճանաչելով քեզ քո կենսագրությունից, այն որ դու ես տնօրինում այսօր, այդ ոլորտը ես շատ ուրախ եմ, որ այս հարցերը պատշաճ լուծում կստանան։ Եվ ես կուզենայի կարևորը սա մի տեսանկյունից եւս եւ անցնենք առաջ, մենք փորձում ենք
հայագիտության, քարոզչության խնդիրը լուծել առանձին այսպես էպիզոդներով։ Օրինակ, ասենք, ամեն տարի, ամեն ամռանը կրթության եւ գիտության նախարարությունը Հայաստանի հրավիրում է ուսուցիչների Սփյուռքից կամ վեհափառի Հովանու ներքո է տեղի ունենում դա, հենց այս ամառը տեղի ունեցավ, բայց ամեն անգամ, ասենք, 40-50 մարդ է հնարավոր լինում, բնականաբար ծախսեր են, կամ արվում է մեկ ուրիշ բան, ասենք, որևէ համայնք կարող է հրավիրել, ասենք, Հայաստանից որևէ հարցի մասնագետ։ Օրինակ, ասենք, 2 տարի առաջ Նոր Գյուղայի հայ համայնքը հրավիրեց ինձ հայոց լեզվի, հայ գրականության եւ հայոց պատմության ուսուցիչների համար դասախոսություններ կարդալու 2 շաբաթով։ Սկսեցինք սկզբից, հասանք մինչև արտավազդ 2-րդ եւ ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէր։ Հիմա մենք ունենք հեռուստաժամ, ընդ որում հեռուստաժամի ընթացքում մենք կաշխատենք, որպեսզի ինչքան հնարավոր է շատ լցնենք այդ բացը, որովհետև տարին 52 շաբաթ է անում եւ 52 դաս փաստով 52 դաս, ընդ որում մենք այսպես կանենք, որպեսզի դա չվերածվի այսպես միապաղաղ, չենք գնա հենց խիստ ժամանակագրության հերթականության։ Մենք կներկայացնենք հատկանշական դրվագները, հետաքրքիր դրվագները եւ կապելով անպայման մերօրյա իրականության հետ։ Ոչ միայն նրա համար, ասենք, որ եթե լինելու է, ասենք, Վարդանանց տոնը, մենք այդ օրը պիտի խոսենք Վարդանանց մասին։ Այնքան այդ առումով չէ, թեպետ դա էլ իհարկե կարևոր է, ճանաչողության այդ տեսակն է, այլ թե ինչ դասեր մենք կարող ենք քաղել պատմությունից այսօրվա համար։ Ես մի օրինակ բերեմ պարզապես, որ ասածս այսպես վերացական, հա, չլինի, որովհետև մեր ապրած կյանքից օրինակը բերեմ, որի ականատեսը եղել ենք մենք եւ մեր հեռուստադիտողները։ Տեսեք, օրինակ, Տիգրան Մեծի պատմություն ուսումնասիրելը ինձ համար ամենևին զուտ այսպես դատարկ հպարտանալու բան չի, որ տեսեք, մենք մեծ աշխարհակալություն ստեղծեցինք, Տիգրան Մեծը այսպիսի սահմաններ ընդգրկեց, դասեր քաղելու խնդիր ունենք։ Տեսեք, օրինակ, շատ հետաքրքիր մի դաս։ Մարդը իշխանության 2-րդ տարում, Տիգրան Մեծը 94 թվականին Միրդադ Եվպատորի հետ մտնում է, գրավում է Կապադովկյան, ոչ մի թիզվող չի վերցնում։ Ամբողջությամբ ամբողջ բնակչությունը, ամբողջ գույքը, հարստությունը տեղափոխում է Հայաստան։ Հիմա մտածում ես, առաջին հայացքից արտառոց է, Տիգրան Մեծին տարածք պետք չէր, տարածք անցնում է Միրդադ Եվպատորին։ Հետո տեսնում ես, որ նա նպատակ ուներ ավելի մեծ խնդիր լուծելու բարթևական արշավանքը եւ պետք էր երկիրը, պետությունը ապահովել մարդկային եւ տնտեսական ռեսուրսներով։ Հիմի ոչ մեր վաղ անցյալում, հիշում ենք 93-94 թվականին, երբ որ մեր զորքերը այսպես հաջող մարտեր մղելով առաջ էին գնում, եւ ամբողջ Հայաստանը եւ ամբողջ հայությունը խոսում էր այն մասին, որ քիչ է մնացել, որ մերոնք Կիրովաբադը պիտի վերցնեն, Գանձակը։ Եվ Հայաստանի սահմանը կրկին կարող էր դառնալ կուր գետը։ Դա տեղի չունեցավ։ Շատերը այսօր փորձում են այլ կերպ բացատրել։ Ես առիթ ունեցա այն նիստի մասնակիցներից մեկի հետ զրուցելու գաղտնի խորհրդակցության, այսօր արդեն գաղտնիք չի, դրա համար ես ազատ ասում եմ, որը որոշում կայացրեց չգրոհել, թեպետ հստակ էր, որ Գանձակը վերցնելը, Կիրովաբադը վերցնելը 5-6 ժամվա խնդիր է մնացել։ Ու գիտեք ինչի համար որոշում կայացրեցին, որովհետև եթե մենք վերցնում էինք Կիրովաբադը, մեր ռազմաճակատի գիծը 3 անգամ մեծանում էր, եւ մենք զինվոր չունեինք, որ այդ ռազմաճակատի գիծը պահի։ Տեսեք, Տիգրան Մեծի պատմությունից դաս մեծ գործեր սկսելու համար երկիրը պիտի ապահովես մարդկային ու տնտեսական ռեսուրսներով։ Դատարկ հպարտության համար չի մեզ մենակ Տիգրան Մեծը, հստակ դաս է։ Եվ եթե մենք այդ դասը այսօր չենք վերցնում եւ մեր իրականության մեջ սա չենք կիրառում, իսկ մարդկային ռեսուրսները, հիշում եք, դա այդ այն ժամանակներ, երբ որ 3 միլիոնանոց Հայաստանի երևի բնակության մոտ 1 միլիոնը դուրս էր եկել։ Ծանր պայմաններում, այնուամենայնիվ լավ, դուրս գալը հասկացանք, բայց կար Սփյուռք։ Այստեղ հարցադրումը ինչի համար Սփյուռքից մեծ զինվորագրում տեղի չունեցավ։ Այո, եղան եւ մեծ հերոսականությամբ եւ հարգանք ու խոնարհում է բոլոր մասնակիցների, բայց նրանց թիվը քանակական առումով շատ փոքր էր։ Եվ տեսեք, եզակի հնարավորություն 90-ական թվականներին, 1990-ական թվականներին, որպեսզի Հայաստանի սահմանը կրկին դառնար կուր գետը, եւ մենք դա կորցրեցինք, որովհետեւ մենք պատմությունից դասեր չենք քաղել։ Եվ այս առումով իհարկե մեզ շատ պետք է այս դասերը քաղելը եւ Իդեպ դա գուցե մի բանի արդյունք էր, որ պատմությանը լավ չէինք տիրապետում, որովհետեւ նույն այդ խորհրդային շրջանում կամ արտասահմանում բնակվողների համար պատմությունը դա գեղարվեստական գրականության միջոցով ստացվող միակ ձևն էր։ Հիմա ցավալին է, որ դա ցավոք սրտի շարունակվում է այսօր։
Ես կարող եմ այդպիսի բազմաթիվ օրինակներ բերել, ասենք մեր պատմությունից եւ գուցե դա հետո կանենք ամեն մի այսպես հաղորդմանը իր նյութից ելնելով, որ եթե մեր օրերում մենք որոշակի դասքաղաց լինեինք, մեր վիճակը անհամեմատ ավելի լավ կարող էր լինել եւ եթե մենք այսօր դա չենք անում, վաղը պիտի ափսոսանք, որ մենք դասեր չքաղելու պատճառով մենք հերթական մի նոր հնարավորություն կորցրեցինք եւ մի տեսակ անհեթեթ բան է ստացվում է, որ մեր վերջին մի քանի 100 տարվա պատմությունը վերածվում է կորցրած հնարավորությունների դարաշրջանի, երբ որ մենք կարող ենք մեր իմացության շնորհիվ նախ եւ առաջ լրացնել այդ բացը։ Փոխարենը թեւավոր դարձած խոսքը պատմությունից պետք է դասեր քաղել, շարունակ պատմությունից դասեր քաղել։ Ի վերջո, շատ հաճելի է միշտ երկխոսության մեջ գտնվել ձեզ հետ, բայց ես ուզում եմ նաեւ վստահորեն ասել մեր հեռուստադիտողին, որ սա դասախոսություն է, հա, դասախոսի եւ լսարանի, այնպես որ այսօրվա առաջին դասի մասին, որից հետո ես գնամ եւ հետեւեմ արդեն եթերում։ Շատ լավ։ Ես ուրեմն մինչեւ այսօրվա դասին անցնելու ուզում եմ, որ սա միասին մենք հայտարարենք, որովհետեւ մենք հիմա մտնելու ենք 2008 թվական, իսկ այս տարին մեզ համար շատ կարևոր է բազմաթիվ առումներով եւ երկու շատ մեծ տոնակատարություն ունենք նշելու եւ ես ուզում եմ, որ նաեւ այս առումով մեր հաղորդաշարը եւ մեր ջանքերը այսպես արժանի կերպով մենք կարողանանք իսպաս դնել այդ երկու մեծ տոնակատարության նշման եւ դրանցից արդյունք քաղելուն։ Մեկ այն է, որ 2008 թվականին լրանում է հայոց բուն տոմարի 4500-ամյակը, որ ըստ մեր ավանդության հայքի հաղթանակը տեղի ունեցավ բելի նկատմամբ, եւ երկրորդը շատ ավելի մոտ անցյալում մենք մոտ 6-7 դար պետականություն չունենալուց հետո 1918 թվականին վերականգնեցինք հայոց պետականությունը եւ եկող տարի մենք նշելու ենք հայոց պետականության վերականգնման 90-ամյակը։ Մենք ունենք երկու այսպես տոնական շատ կարևոր հիմնակարային նշումներ եւ մեր ջանքերն էլ այս տարվա ընթացքում անշուշտ պիտի ծառայեցնենք, որպեսզի հնարավորինս շատ օգուտ բերի դա համայն հայությանը։ Շնորհակալություն եւ միայն ես ավելացնեմ կրկին նրանք ովքեր հենց նոր միացան մեր հաղորդաշարին, եթերում մեր պատմության դասերն են, այսօր առաջին մեր ուղիղ եթերն է, այս դասերը ամեն շաբաթ օր կլինեն եթերում եւ նաեւ կկրկնվեն շաբաթվա ընթացքում, մենք սպասում ենք ձեր հեռախոսազանգերին, նամակներին, ձեր առաջարկություններով, մեկնաբանություններով, որպեսզի խիստ մասնակցություն ունենաք մեր շարքերին եւ նաեւ որպես վերջաբան ասեմ, նման շարքերը մեր եթերում կլինեն պարբերաբար ոչ միայն պատմության, այլև գրականության, արվեստի եւ ճարտարապետության։ Այս դեպքում պատմության դասերի վարողը կլինի պատմական գիտությունների թեկնածու Երևանի պետական համալսարանի դասախոս պարոն Արտակ Մովսյանը։ Սիրելի հայրենակիցներ, շարունակենք մեր հաղորդաշարը, որը, ինչպես արդեն գիտեք, կոչվում է մեր պատմության դասերը, եւ նախքան բուն մեր այսօրվա նյութին անցնելը, որը այսօրվա նյութը պետք է լինի Միհրի պաշտամունքը հայոց մեջ, Արեգ Միհրի պաշտամունքը, որտեղ այսօր դա հեթանոսական հենց 5 տոնի օրն է, ես կուզենայի երկու բառով տեղեկացնել հաղորդաշարի կառուցվածքի մասին։ Մենք նախատեսում ենք, որ հաղորդաշարը կունենա այսպիսի կառուցվածք, ուրեմն ամեն մի հաղորդում կունենա իր բուն նյութը, որին կտրամադրվի հաղորդման երևի 30-40 րոպեն, ըստ նյութի դա մենք կտեսնենք, այնուհետև դուք հաղորդման ընթացքում կտեսնեք ձեր էկրանին մեր էլեկտրոնային փոստի հասցեն եւ հեռախոսահամարը եւ կարող եք հեռախոսահամարով ուղիղ կապվել մեզ հետ, փոխանցել ձեր հարցերը, որին անմիջապես եթերում պատասխան կտրվի, կամ
գրել էլեկտրոնային փոստով, մենք բնականաբար կանդրադառնանք ձեր բոլոր նամակներին, բոլոր հարցադրումներին, սիրով, շնորհակալությամբ կընդունենք իհարկե ձեր բոլոր դիտողությունները, ցանկությունները, հասկանալիորեն մենք սկսում ենք մի հաղորդաշար, որը Հմեկի արբանյակային եթերում նախադեպը չի ունեցել եւ բնականաբար զուտ մարդկայնորեն էլ չեն կարող չխուսափել վրիպումներից, այնպես որ մենք շնորհակալությամբ ու սիրով կընդունենք ձեր բոլոր դիտողությունները, բոլոր ցանկությունները։ Դուք տեսնում եք հիմա էկրանին պատմաբան shnik.yahoo.com ուրեմն հասցեն, որով կարող եք գրել եւ ընթացքում կտեսնեք նաեւ հեռախոսահամարը, որի միջոցով կարող եք ուղիղ կապվել մեզ հետ։ Ինչպես արդեն ասեցի, մեր այսօրվա հաղորդման նյութը կլինի Արեգ Միհրի պաշտամունքը։ Ինչի մենք որոշեցինք այսօր սկսել հենց պաշտամունքի օրով։ Ինչպես հայտնի է, մեր նախնյաց կողմից Արեգ Միհրը շատ սիրված աստվածություններից մեկն էր, լույսի, կրակի, արդարության, բարու աստվածությունը, եւ ամեն տարի այսօրը նշվում էր մեր նախնիների կողմից որպես մանուկ Արեգակի ծննդյան օր։ Ինչի մանուկ Արեգակի ծննդյան օր։ Սա գիտական գրականությունից հավանաբար շատերիդ հայտնի է, որ կապվում է բնության երևույթի հետ։ Օրերի կրճատվելը ամառվանից սկսվում է եւ օրերը սկսում են մթնել, օրվա ցերեկվա տևողությունը սկսում է կարճանալ մինչեւ դեկտեմբերի 22-ը։ Դեկտեմբերի 22-ի այդ ընթացքը կանգ է առնում եւ 25-26-ի գիշերվանից օրերը սկսում են լուսանալ։ Եվ այս լույսանալու օրերի լույսը շատանալու հենց ընթացքի սկիզբը մեր նախնիները որոշեցին նշել որպես արևի ծնունդ, մանուկ Արեգակի ծննդյան տոն եւ հետագայում կաթոլիկ եկեղեցին Միհր Արեգակի ծննդյան տոնը վերցրեց եւ համապատասխանեցրեց Հիսուսի ծննդյան տոնին, այդ իսկ պատճառով կաթոլիկական ավանդույթներ ունեցող երկրներում հենց այսօր նշվում է Սուրբ Ծնունդը եւ օգտվելով առիթից ես ուզում եմ շնորհավորել նաեւ մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր որ ապրում են կաթոլիկական երկրներում, շնորհավորել նաեւ մեր ազգությամբ հայ դավանանքով կաթոլիկ հայրենակիցներին այս գեղեցիկ տոնի առթիվ ով ինչպես ուզում է կարող է ընկալել, ովքեր որ ավելի այսպես իրենց ներսում հարազատություն են զգում հայոց նախնյաց ավանդույթների նկատմամբ, թող դա ընկալեն որպես շնորհավորանք Արեգ Միհրի տոնի կապակցությամբ։ Ինչու որոշեցինք այս օրը սկսել։ Քանի որ մեզանում այս օրը նշվել է որպես լույսի, բարու տոն, նոր բարի երևույթների սկիզբ, մենք ցանկացանք մեր հաղորդաշարը մեկնարկել հենց այսօրվանով, այս գեղեցիկ մեր նախնյաց տոնով, հույս ունենալով, որ մեր հաղորդաշարը եւս մեր ժողովրդի կյանքում կդառնա նոր ու գեղեցիկ մի երևույթի սկիզբ։ Թե որքանով դա կհաջողվի, դա մենք կտեսնենք ձեր նամակներից, ձեր զանգերից։ Ինչու համար է արևապաշտությունը մեզանում այսքան կարևորվել։ Ընդհանրապես մենք այն քչաթիվ ժողովուրդներից մեկն ենք, որոնք քրիստոնեությունը ընդունելով այնուամենայնիվ իրենց բնույթի մեջ շատ ավելի այսպես շարունակում են արևապաշտ մնալ։ Նույնիսկ հայտնի է, որ մեր միջնադարյան եւ շարականներում եւ տարբեր ստեղծագործություններում մենք Քրիստոսին պարբերաբար կոչում էինք Արեգակն արդար, այսինքն մեր պաշտած քրիստոնեությունը ինքնին արևապաշտության մի դրսևորում է եւ այն որ հայ իրականության մեջ շարունակում է արևապաշտությունը, դա մեզանից յուրաքանչյուրը կարող է վկայել այն պահերին, երբ որ ինքը երդվում է։ Մենք աշխարհի քիչ ժողովուրդներից մեկն ենք, որոնք երդվում են արևով։ Ասենք Ռուսաստանում, Ամերիկայում ապրող մեր հայրենակիցները հենց մենակ կարող են իրենք էլ վկայել, որ իրենց շրջապատում որևէ այլազգիներից երբեք չեն լսել, որ մարդիկ երդվեն արևով, ծնողների արևով, իրենց զավակների եւ այլն։ Սա արևապաշտության բավականին հետաքրքիր շարունակությունն է։ Հետաքրքիր է այն փաստը, որ արևապաշտությունը մեզանում միայն ներքին երևույթ չի եղել։ Մեզ հասած աշխարհի հնագույն գրավոր հիշատակություններում մենք տեսնում ենք, որ Հայաստանը հիշատակվում է որպես արևի երկիր։ Ամենահին գրավոր աղբյուրները, որոնք մինչ օրս հայտնի են ամբողջ աշխարհին, դրանք շումերական գրավոր աղբյուրներն են։
եւ հետաքրքիր է, որ շումերական գրավոր աղբյուրներում հենց Հայաստանը հանդես է գալիս որպես արևի երկիր, որպես մի երկիր, որտեղից ամեն առավոտ ծագում է արևը եւ ամեն երեկո վերադառնում է երկնային լուսատուն։ Ընդ որում այս երևույթը մենք տեսնում ենք շատ լավ արտահայտված Միջագետքյան էպոսի մեջ, Գիլգամեշ էպոսի մեջ եւ այս երևույթը մենք տեսնում ենք հենց Աստվածաշնչում։ Հիմա դուք ձեր էկրանին տեսնում եք 1783 թվականին հրատարակված Ֆրանսիայում հրատարակված քարտեզ, Ֆիլիպ Բուաշեի քարտեզը, մարդկության սկզբնական դարաշրջանը ըստ Սուրբ գրոց, որտեղ ներկայացվում է Սեմի քամի հաբետի տարածքը եւ հիմա դուք կարող եք ձեր էկրանին վերևի մասում տեսնել Հայաստան եւ բացատրագիրը ներքևում դրախտ երկրի վրա։ Այս քարտեզը շատ հետաքրքիր է, արված է օտարի ձեռքով եւ ասեմ, որ միակը չի իր տեսակի մեջ, պարզապես մեզանում ցավոք սրտի, քանի որ շատերը տեղյակ չեն նման քարտեզների գոյությանը, երբեմն երբ որ տեսնում են եւ անսահման հպարտությամբ են լցվում, որտես ասենք 1783 թվականին մի ֆրանսիացի հեղինակ կազմել է աշխարհի քարտեզը, մարդկության սկզբնավորման քարտեզը եւ այդ քարտեզում Հայաստանը ներկայացում է որպես դրախտ երկրի վրա։ Շումերական աղբյուրը, որի մասին ասեցի, Միջագետքյան Գիլգամեշ էպոսը, մենք հիմա քիչ հետո կտեսնենք մեր էկրանին, Գիլգամեշը հին արևելքում այնքան հայտնի հերոս էր, որքան ասենք հելենիստական դարաշրջանում անտիկ աշխարհում հայտնի էր Ալեքսանդր Մակեդոնացին։ Եվ նա հայտնի է հատկապես անմահության որոնման սյուժեով։ Նա ձգտում էր անմահության եւ աստվածները նրան ցույց են տալիս ճանապարհը դեպի Եփրատի եւ Տիգրիսի ակունքները, դեպի Հայաստան։ Եվ հետաքրքիր է, որ ինչպես Աստվածաշնչում է արևելքի երկիրը, դրախտը գտնվում Հայաստանում, Եփրատի Տիգրիսը դուրս էին գալիս, հիշում եք, դրախտից, այնպես էլ Միջագետքյան աղբյուրներում են։ Դուք հիմա տեսնում եք ներքևում Միջագետքի արձանիկն է, ներողություն, Միջագետքյան նշանավոր հերոս Գիլգամեշի արձանիկն է, վերևում Մաշու լեռները եւ հայկական հնագույն պետությունն է մատնանշվում, Արատտա երկիրը, ըստ հնագույն աղբյուրների Եփրատի եւ Տիգրիսի ակունքներում էր գտնվում դրախտաշխարհը եւ այնտեղ անցնելու համար անհրաժեշտ է, որ հերոսը հաղթահարեր Մաշու լեռները։ Դրանք Հայաստանի հարավը եզերող Մասիոն լեռներն են, որոնք անցնելով փաստորեն հերոսը մտնում էր հայկական լեռնաշխարհ, որտեղ ըստ իրենց ապրում էր արևը եւ ամեն առավոտ Մաշու լեռներից ճանապարհում էին արևը եւ երեկոյան այնտեղ էր վերադառնում երկնային լուսատուն։ Ընդ որում այս տեղեկությունները եզակի չեն։ Տեսեք, ես մատնանշեցի երկուսը շումերական աղբյուրը, որից թարգմանվել է Միջագետքյան էպոսը բազմաթիվ հին աշխարհի բազմաթիվ լեզուներով եւ Աստվածաշունչը։ Ընդ որում Աստվածաշնչում մենք կարող ենք տեսնել նույն փաստի մի շարք այլ հիշատակություններ եւս, մասնավորապես երբ որ ջրհեղեղը տեղի ունեցավ համաշխարհային, ասում է, որ Նոյան տապանը կանգ առավ Արարատ լեռների վրա, իսկ հաջորդ գլխում շարունակության մեջ ասում է, որ արևելքի կողմից, այսինքն Արարատի լեռների կողմից մարդիկ գնացին Սենաարի դաշտ, Բաբելոն եւ այնտեղ որոշեցին կառուցել բաբելոնյան հայտնի աշտարակը։ Այսինքն մենք այստեղ եւս տեսնում ենք, որ գործ ունենք Արարատի լեռները արևելք անվանակոչելու հետ։ Տեսեք, 5 կտակարանը գրի առած հрьяաների համար Հայաստանը ոչ թե գտնվում է նրանցից արևելք, այլ գտնվում է նրանցից հյուսիս։ Բայց եւ Եդեմն է արևելքում, եւ Արարատի լեռներն են արևելքում, եւ դրանից ելնելով մեր մի շարք նաեւ սուրբ հայրեր անցյալ դարերի հետաքրքիր մի այսպիսի կարծիք եզրակացություն են հայտնել, որ եթե Աստվածաշնչի առաջի երկու գլխավոր սյուժեներում Հայաստանն է հանդես գալիս որպես արևելքի երկիր, ապա չի կարելի արդյոք ենթադրել կամ եզրակացնել, որ մոգերն արևելքից, որոնք եկան ողջունելու Քրիստոսի ծնունդը, դրանք նույնպես Հայաստանից այնտեղ գնացած քրմերն էին, եւ արդյոք ինչ որ մի միստիկական կապ չկա մոգերի, եթե դրանք հայոց քրմերն էին, երկրպագության եւ առաջինը հայերի կողմից քրիստոնեությունը պետական կրոն ճանաչելու։ Գուցե թե այստեղ մենք գործ ունենք նաեւ միստիկական կապի հետ։ Եվ բավականին հետաքրքիր է, որ հետագայում մենք տեսնում ենք միհրականությունը ոչ միայն արտահայտում է միայն առանձին միհր
Աստծո պաշտամունքով, որին քիչ հետո կրկին կանդրադառնանք, այլ միհրականությունը դառնում է ինքնուրույն գաղափարաբանություն, ինքնուրույն գաղափարախոսություն, եւ ես կուզենայի, որ հիմա միասին դիտենք նոր նկարահանված, բայց դեռևս չցուցադրված մի ֆիլմից հատված։ Ֆիլմը կոչվում է Նեմրութ, Արև արքայի մեծ սրբավայրը, նվիրված է Կոմագենեի հայոց թագավորության մեծ սրբավայրին, Նեմրութ լեռան սրբավայրին։ Դա հայկական լեռնաշխարհի երկրորդ Նեմրութն է, առաջինը գիտեք, որ Վանա լճի արևմուտքում է գտնվում, իսկ սա Եփրատի արևմտյան ափին, եւ այդ ֆիլմից մի հատված կուզենայի միասին դիտեինք, որտեղ ներկայացվում է միհրական աստվածախոսությունը, որից հետո մենք կրկին կվերադառնանք եւ կշարունակենք զրույցը Միհր Արևի պաշտամունքի մասին։ Միհրը արարչագործ աստված է, նա ծնվել է ժայռից, դա տեղի ունեցել վաղնջական ժամանակներում, նախասկզբնական, նախաստեղծ ժամանակներում։ Դա այն ժամանակներ, երբ ժամանակ որպես այդպիսին դեռևս գոյություն չուներ, աշխարհն էլ իրենից ներկայացնում էր ընդամենը աղի մի ծով, որի միջից խոյանում էր մի քարե ժայռ։ Գալիս է մի պահ, երբ երկինքը պատռվում է եւ երկնքից լույս է մի շողակաթ, ընկնում է ժայռի վրա, պատռում է ժայռ եւ բեղմնավորում այն։ Քիչ ժամանակ անց այդ ժայռից ծնվում է արարչագործ աստված Միհրը։ Նա ծնվում է մերկ, սակայն տարօրինակ մի բան, գլխին կար փրուգիական գլխարկ, որը հետազոտողներից ոմանք անվանում են նաև երբեմն հայկական գլխարկ։ Աջ ձեռքում դաշույն էր, իսկ ձախ ձեռքում այդ պատանեկիկի այրվող ջահն էր, որով նա առաջին անգամ լուսավորում է այս աշխարհը։ Մթությունը նահանջում է եւ աշխարհում լույս է սփռվում։ Միհրի ծննդյանը, Միհրի հայտնությանը վաղուց սպասում են 3 հովիվներ։ Միհրական աստվածախոսության համաձայն Միհրն անցել է նվիրաբերության 7 փուլեր, որոնցից կարևորագույնը եւ վճռականը 7-րդն էր՝ քաոսը խորհրդանշող Ցուլի սպանությունը։ Սպանելով հրեշավոր Ցուլին, Միհրը նրա մարմնի մասերից արարեց աշխարհը եւ հաստատեց աստվածային օրենքը երկրի վրա։ Այդպիսով նա լուսավորեց տիեզերքը, արարեց աշխարհը եւ այնտեղ հաստատեց աստվածային կարգն ու օրենքը։ Հների համոզմամբ տարին սարդը յուրաքանչյուր մի պտույտ անցկացնելուց հետո մաշվում էր եւ մարում, որից հետո այն պետք է վերականգնվեր, այն պետք է նորոգվեր։ Դրա համար նախատեսված էր անցկացնել հատուկ մի ծիսակարգ։ Ծիսակատարության առանցքային գործողությունը ցեղասպանություն զոհաբերությունն էր, տավրոմախիա։ Այդ ծեսով արքան կրկնում էր Միհրի սխրանքը, կատարելով յուրօրինակ նոր արարչագործություն, որն ընկալվում էր որպես տիեզերակարգի նորոգում, երկրի վրա աստվածային օրենքի վերահաստատում։ Դա տեղի ունենում տարին մեկ անգամ,
տեղի էր ունենում ավնոյոսի 16-ին եւ կարելի է ենթադրել, որ այդ ավնոյոսի 16-ը համընկնում էր դեկտեմբերի 25-ին։ Այստեղ տեղին է հիշել, որ դեռևս Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակում Միջագետքի սեպագիր արձանագրություններում հիշվող առաջին հայկական պետությունը Արատտան, որն ընդգրկում էր նաև Կոմմագենեի տարածքը, կոչվում էր Աստվածային Սուրբ Օրինաց երկիր։ Դրանից ավելի քան 2.5 հազարամյակ անց Կոմմագենեի հայոց արևապաշտ արքան կատարում էր ամենամյա ծեսեր, երկրի վրա աստվածային օրենքը պահպանելու հավատքով։ Դուք դիտեցիք փոքր մի հատված Նեմրութ արևարքայի մեծ սրբավայրը գիտահանրամատչելի ֆիլմից, որը հայերեն տարբերակը արդեն պատրաստ է, հիմի արդեն աշխատանքը տարվում է անգլերեն տարբերակին եւ անմիջապես մենք մտադիր ենք երկու լեզվով միանգամից հայերեն եւ անգլերեն դա ներկայացնելու։ Հավանաբար հունվար ամսին դա կանենք եւ մենք ֆիլմի շնորհանդեսը կանենք Միհր Արևի մյուս տոնակատարությանը, որը Տյառն ընթառաջի տոնն է փետրվարի 14-ին Աստծո կամքով։ Մենք վերադառնանք Միհրի թեմային, ֆիլմում ներկայացվեց միհրական աստվածախոսության այսպես հիմնադրույթները եւ մանուկ Միհրի ծնունդը, նրա տիեզերական առաքելությունը, որը ներկայացվում էր փաստորեն ցլասպանության տեսքով։ Ընդհանրապես հետաքրքիր է, որ շատ կարևորել են մեր նախնիները եւ շատ սիրել են Միհրի մանկական կերպարը։ Մենք հիմա կտեսնենք մեր էկրանին մի քանի պատկեր, որոնցից առաջինը վերցված է, դուք տեսնում եք ձեր էկրանի վերևի ձախ կողմում, Վանի թագավորության ժամանակաշրջանում Քրիստոսից առաջ 8-րդ դարի պատկերը, մանուկ Միհրը գլխի վերևում արևի սկավառակը պարզած եւ հետաքրքիր մեկ ուրիշ բան եւս արմավիրից գտնված մի արձանիկ, որ դուք տեսնում եք արևամայրը մանուկ Արեգակի հետ գտնվել է արմավիրից 2-3 դարերով է թվագրվում նախաքրիստոնեական ժամանակաշրջանի, որի հետագա արդեն քրիստոնեական այսպես ժառանգորդները պիտի լինեն Աստվածամոր եւ Հիսուսի պատկերները, որոնք շատ հայտնի են բոլորիս։ Ներքևում երկու պատկերները, որ տեսնում եք, սրանք հռոմեական կայսրությունից Հռոմից գտնված մարմարե արձաններ են, որոնք պատկերում են կրկին մանուկ Միհրին, մանուկ Արևին, ժայռից ծնվող, ձախ կողմինը հենց ցույց է տալիս այդ ժայռից ծնվելու երևույթը, որը եկավ աշխարհ եւ պիտի լուսավորեր։ Ընդ որում նրա աշխարհի լուսավորման երևույթը ոչ միայն ներկայացվում է որպես մեկ անգամյա երևույթ, այլ ամեն առավոտվա եւ շատ հետաքրքիր ավանդազրույցներ մենք ունենք։ Դրանցից մեկը օրինակ, որ ցավոք սրտի մեր ժողովրդի մեջ շատ քիչ է հայտնի եւ դասագրքերում այդ մասին չեն գրում, այն է, որ Արևի ոսկե ննջարանը գտնվում էր Վանալչի հատակին եւ ամեն առավոտ, ընդ որում այդ ոսկե ապարանքը ավելի ճիշտ ուներ 12 սյուներ, որոնք խորհրդանշում են 12 ամիսները, 12 համաստեղությունները։ Ամեն առավոտ, երբ մանուկ Արեգակը դուրս էր գալիս Վանածովակի կապույտ ջրերից, արևամայրը սանրում էր նրա վարսերը եւ վաղորդյան ցողը, որ դուք տեսնում եք, ամեն առավոտ դրանք արևամանուկի մազերից ցայտած կաթիլներն են, որոնք տարածվում էին ամբողջ աշխարհով մեկ։ Այսինքն արևի առաքելությունը ամեն օր էր Միհր Արեգակի եւ հետաքրքիր մի ավանդազրույց եւս մենք ունենք ելի միայն հայկական աղբյուրներում, դրա համաձայն մանուկ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր։ Բնականաբար սա տարվա օրերի թիվն է եւ սրբերից յուրաքանչյուրը տարվա մեկ օրը լույսը, արդարությունը պահպանում էր երկրի վրա եւ պահպանում էր չար ուժերից։ Արեգակը, մանուկ Արեգակը մեծանալով, հասունանալով ինքը անցավ նվիրագործության 7 ծեսեր, որոնցից կարևորագույնը 7-րդը մեծ փորձություն էր, դա քաոսը խորհրդանշող սև ցուլի սպանությունն էր, եւ հետաքրքիր է, որ մենք այս երևույթը տեսնում ենք արտահայտված նաեւ մեր էպոսում։ Հայտնի փաստ է, որ մեր իրականության մեջ քրիստոնեություն ընդունելուց հետո
Միհրի պաշտամունքը շարունակվեց եւ ժողովրդի մեջ, այսպես կոչված ժողովրդական քրիստոնեության դրսևորումներով եւ իհարկե շարունակվեց էպոսում։ Հայտնի է, որ մեր էպոսի գլխավոր կերպարը Դավիթը եւ Մհերի որդին է եւ նրանից ծնված որդին է կոչվում Մհեր, մեծ Մհեր կամ առյուծաձև Մհեր եւ փոքր Մհերը նրա որդին։ Եվ հետաքրքիր է, որ մենք մեծ Մհերի կերպարի մեջ տեսնում ենք այդ ցլասպանության, նա սպանում է Սև Ցուլին եւ հաստատում տիեզերակարգը։ Այստեղ դուք հիմա էկրանին տեսնում եք հռոմեական կայսրությունից գտնված Միհրի արձանները, վերևի երկու արձաններում դուք տեսնում եք ցլասպանության մոտիվը, որը ինչպես արդեն ասեցի կա նաև մեր էպոսում, իսկ հետաքրքիր է ներքևի արձաններում դրանք բոլորը մարմարե արձաններ են եւ բոլորում Միհրը պատկերված է առյուծի գլխով։ Բնականաբար հիմի բոլորդ հիշեցիք մեր էպոսում մեծ Մհերին տրված բնորոշումը առյուծաձև Մհեր։ Եվ այս տիեզերական առաքելությունը, որ նա իրականացրեց, փաստորեն տիեզերական ներդաշնակության սկիզբն էր։ Ավարտվեց քաոսը եւ սկսվեց տիեզերական հարմոնիան, ներդաշնակությունը։ Մեր միհրականության շատ հետաքրքիր դրսևորումներ ունենք Քրիստոսից առաջ առաջին դարի մի բացառիկ հնավայրում, որը դուք քիչ առաջ ֆիլմում տեսաք, դա Նեմրութի սրբավայրն է, եւ ինչով է դա մեզ համար շատ կարեւոր։ Ամբողջ խնդիրն այն է, որ 301 թվականին, երբ որ ընդունվում էր քրիստոնեությունը որպես պետական կրոն, դժբախտաբար ոչնչացվեց նախաքրիստոնեական մշակույթը եւ մեր տաճարները գրեթե բոլորը ոչնչացվեցին։ Գառնին շատ փոքր տաճար էր այն ժամանակ եւ նույնիսկ չի հիշատակվում այդ ոչնչացված մեծ տաճարների շարքում, որովհետեւ բոլորդ ովքեր որ եղել եք Գառնիում, ինչ որ մի պահ կարող է հիասթափություն ունեցած լինեք, երբ որ մտնում եք տաճարի ներսը, չափի փոքր լինելուց, թեպետ դրսից շատ վեհաշուք է։ Եթե առիթ ունենաք եւ լինեք Արևմտյան Հայաստանում եւ այցելեք Կոմագենը, այդ տպավորությունը անմիջապես կանցնի, որովհետեւ քանի որ նա Կոմագենեի սրբավայրը, Նեմրութի սրբավայրը գտնվում էր այդ ժամանակ մեծ հայքի թագավորությունից դուրս, չավերվեց եւ փաստորեն մենք տեսնում ենք մեկ այլ հետաքրքիր հիմա քիչ հետո մենք խոսենք այս հնավայրի մասին, Մուսասիրն է։ Նեմրութի սրբավայրը, որտեղ մենք տեսնում ենք մեր աստվածների արձանները, շատ մեծ են։ Կենտրոնականը 9 մետր բարձրություն ունի, Արամազդի արձանը։ Երկու կողքերին մենք տեսնում ենք Անահիտ Դիցամոր եւ Միհր Արեգակի արձանները, որոնք ունեն 8 մետր բարձրություն։ Փաստորեն 3 հարկանի շենքի բարձրություն, ինչ որ բացառիկ մեծ մի բան է։ Հիմա դուք տեսնում եք ընդհանուր տեսարանը, աստվածների գլուխները, որոնք ջարդվել են, փաստորեն ընկած են դիմացները, տեղադրված են դիմացները եւ բացառիկ կարևոր ուրեմն հուշարձանախումբ է։ Մյուս նկարները հիմի խնդրենք մեր օպերատորին փոխի։ Հաջորդ երկու նկարները նույնպես վերաբերում են այս հենց ներքևից է նկարած, որտեղ ավելի տպավորիչ է երևում արձանների մեծությունը, բարձրությունը, եւ ունենք մեկ նկար եւս այստեղից, ուրեմն աջ կողմում Վահագնի արձանն է, ձախ կողմում Անահիտ Դիցամոր արձանը, իսկ կենտրոնում Միհր Արեգակի արձանն է։ Միհրի պաշտամունքը փաստորեն չափազանց կարևոր տեղ ուներ եւ հետաքրքիր է, որ ինքը հուշարձանախմբի կառուցողը Անտիոքոս առաջին Երվանդունին հենց ինքը փաստորեն հայտարարված էր երկրի վրա մարմնավորված, հայտնված Աստված, մարմնավորված Միհր Արեգակ ընդ որում։ Սա իհարկե բոլորիդ կհիշեցնի քրիստոնեության մեջ մարմնացյալ բան, մարմնացյալ լոգոս հասկացությունը, որը մենք ունենք փաստորեն բավականին հետաքրքիր մի ժամանակաշրջանում, Տիգրան Մեծի ժամանակաշրջանում, ընդ որում Անտիոքոս Երվանդունին ինքը թագադրվել է հենց Տիգրան Մեծի թագով։ Մեր հաղորդաշարի ընթացքում մենք անշուշտ դեռ առիթներ կունենանք անդրադառնալու Նեմրութի սրբավայրին, այստեղ միայն շեշտենք, որ սա միհրականության, արևապաշտության մեծ հուշարձան էր եւ հետաքրքիր է, որ նույն ժամանակաշրջանում ինքը գահ բարձրացավ Անտիոքոս առաջինը Քրիստոսից առաջ 70 թվականին, իշխեց մինչև 34 թվականը։ Ժամանակակից եղավ Տիգրան Մեծին, որից թագադրվեց,
եւ նրա որդի Արտավաս II-ին։ Ընդ որում Արտավաս II-ը եւս ունենք բազմաթիվ փաստեր, որ հայտարարված էր որպես Միհր Արեգակի երկրային մարմնավորում եւ նրա պաշտամունքը միաձուլված էր Միհր Արեգակի հետ։ Եվ հետաքրքիր մի բան եւս ասեմ, այստեղ կարծես միստիկական էլի մի խորհուրդ կա։ Երկու հայ արքաներն էլ, մեկը Մեծ հայքի, մյուսը Կոմագենեի, որոնք երկուսն էլ արևի մարմնավորում էին իրենց հայտարարել, երկուսն էլ գահազրկվեցին 34 թվականին հռոմեացիների կողմից։ Երկուսին էլ հռոմեացիները փորձեցին ծառայեցնել իրենց կայսերապաշտական շահերին, երկուսն էլ հրաժարվեցին եւ երկուսն էլ այսպես ազնվական կեցվածքով մահապատժի ենթարկվեցին, հրաժեշտ տվեցին երկրային կյանքին, մի տեսակ խորհրդանշելով իրենց երկրային կյանքում, խորհրդանշելով Միհր Արեգակի այսպես ազնվական վեհ կերպարը։ Եվ մենք դեռ կանդրադառնանք եւ Կոմագենեի հայոց թագավորությանը եւ Նեմրութի սրբավայրին եւ Արտավաս II-ին իհարկե, այստեղ պարզապես նշենք, որ մեր արքաները եւս իրենց մեջ էին տեսնում աստվածների լույսի եւ արդարության Աստծո մարմնացումը եւ իրենց ապրած կյանքով դա փորձում էին ցույց տալ եւ արդարացնել, ինչի համար իհարկե միայն պիտի հպարտանանք ունենալով այսպիսի բացառիկ մեր նախնիներից մեզ ժառանգություն ստացած բացառիկ հետաքրքիր պատմության դրվագները։ Եվ իհարկե ես կուզենայի այստեղ կանգ առնել շատ կարևոր մի երևույթի վրա, երբվանից է հիշատակվում Միհր աստվածությունը։ Միհրի պաշտամունքը ընդհանրապես հայտնի է հին աշխարհի բազմաթիվ երկրներում կա, Հնդկաստանում, Պարսկաստանում, Հռոմեական կայսրությունում, Հայաստանում ամենավաղ հիշատակությունը վերաբերում է Քրիստոսից առաջ 16-ից 13-րդ դարերում Հայաստանի հարավում եւ Միջագետքի հյուսիսում գոյություն ունեցած Միտանի թագավորությանը։ Այս թագավորությունը Եգիպտոսի հետ հաստատել էր երկարատև պատերազմներից հետո հաստատեց բարեկամական հարաբերություններ եւ այս թագավորության արքայադուստրն էր Նեֆերտիտին, որը դարձավ եգիպտական Էխնաթոն փարավոնի առաջին տիկինը եւ բազմաթիվ ուսումնասիրողներ հենց նրա անվան հետ են կապում այն փաստը, որ Էխնաթոնի կառավարման ժամանակ Եգիպտոսում արևը հայտարարվեց միակ Աստված։ Իդեպ սա միաստվածության ռեֆորմի առաջին դեպքն է համաշխարհային պատմության մեջ եւ սա կապվում է Միտանիի հետ։ Մենք դրան եւս հետագայում կանդրադառնանք մեր հաղորդաշարերում, իսկ Միտանին հայկական լեռնաշխարհի հարավում գտնվող թագավորություններ։ Միհրի պաշտամունքը շատ ընդգծված էր արևապաշտության այս դրույթները շատ ընդգծված են Վանի թագավորությունում կամ Արարատ Ուրարտու թագավորությունում։ Հենց Խալդիի կերպարի մեջ մենք քիչ առաջ էկրանին դիտեցինք եւ հիմա մենք կդիտենք Խալդիի պաշտամունքին նվիրված տեսարաններ, որոնք ունեն հնագույն փաստորեն հիշատակություններ, Խալդին ինքը հիշատակվում է որպես լուսո աստվածություն։ Հենց իր անունը Խալդի է, Խալ վանկը գաղափարագիր է, նշանակում է լուսավորել, այսինքն լուսավորող աստված, լուսո աստված։ Եվ հետաքրքիր է, որ հիմա դուք էկրանին տեսնում եք Մեհերի դուռը։ Այս Մեհերի դուռը Վանի թագավորության ժամանակ կոչվում էր Խալդիի դարպաս։ Իսկ հիմա դուք տեսնում եք Վանի թագավորության բրոնզե մի վահան Սարդուրի II-ի ժամանակվանից գտնված Քրիստոսից առաջ 8-րդ դարից, որտեղ կենտրոնում այսպես լուսափայլ եւ ինքն էլ փայլուն ցոլեր արձակող նետով Խալդին է հիշատակվում։ Տեսեք, ինչն է շատ հետաքրքիր։ Սեպագրերում, Վանի թագավորության սեպագրերում հիշատակվող Խալդիի դարպասը, հիմա դուք դա տեսնում եք ավելի մոտիկից եւ սեպագրերը էկրանին ձեր կերևան, այստեղ արձանագրված են սեպագրերով Վանի թագավորության բոլոր աստվածների անունները եւ տարեսկզբին բոլոր աստվածներին մատուցվող զոհաբերությունները։ Մեր ժողովրդի կողմից հետագայում եւս արդեն քրիստոնեությունը ընդունելուց հետո եւս Խալդիի դարպասը շարունակում էր կոչվել Մեհերի դուռ, մինչև այսօր։ Եվ ավանդության համաձայն, մեր էպոսի համաձայն փոքր Մեհերը տեսնելով, որ աշխարհում անարդարությունները այնքան շատացել են, որ երկրի հողը չի դիմանում իր ոտքի տակ, ճեղքեց ժայռը եւ մտավ ժայռի մեջ ու ժայռը փակվեց եւ մեր ժողովրդի ավանդազրույցների համաձայն փաստորեն փոքր Մեհերը ապրում է ժայռում, ժայռի մեջ եւ նա կվերադառնա ու արդարություն կհաստատի երկրի վրա։ Եվ հետաքրքիր է, որ միհրականության մեջ կա այն կարևորագույն դրույթներից մեկը
փրկչի վերադարձի կամ փրկչի երկրորդ գալստյան եւ աշխարհում երկրի վրա արդարության կարգի հաստատման դրույթը, որ հետո մենք կտեսնենք քրիստոնեության մեջ որպես կարևորագույն դրույթներից մեկը եւ պատահական չի, որ նորից կրկնեմ, քրիստոնեությունը մեզանում հետագայում կարծես թե շարունակվում է որպես արևապաշտության մի դրսևորում։ Եվ ես կուզենայի մի փոքր անդրադարձել կատարել, այս ընթացքում ինձ ռեժիսորը տրամադրեց նաև արդեն եղել են զանգեր, մի փոքր անդրադարձ կատարել այն մասին, թե ինչ տեսք ունեին միհրական տաճարները։ Մենք հռոմեական կայսրությունից ունենք բազմաթիվ տաճարներ եւ ամենահայտնի միհրական տաճարը, որ երևի թե ամեն հայ մարդ գիտի, դա Գառնիի տաճարն է։ Գառնիի տաճարը շատերը գիտեն պարզապես որպես Հայաստանի Հանրապետությունում գտնվող մի հուշարձան, որը կառուցվել է Տրդատ առաջին Արշակունու կողմից մեր թվարկության 76 թվականին, նրա թագավորության 11-րդ տարում էր։ Մենք հիմա կտեսնենք մեր էկրանին փաստորեն սրա նախօրինակը Քրիստոսից առաջ 714 թվականին Արդինի Մուսասիրի տաճարը, որը Խալդի Աստծո գլխավոր տաճարն էր, նրա պատկերը քանդակված է Ասորեստանյան դարպասի վրա, Բալավացյան դարպասների վրա, եւ այս պատկերը հիմա որ դուք տեսնում եք, այդ Ասորեստանյան քանդակի հիման վրա կատարված վերակազմություն է։ Երկթեք տանիքով, եռանկյունաձև ճակտոնով եւ սյունազարդ այս տաճարների ոճը Հայաստանից, Վանի թագավորությունից անցավ Փոքր Ասիա, այնտեղից անցավ Հունաստան, Հունաստանից Հռոմեական կայսրություն եւ Հռոմեական կայսրությունից ամբողջ աշխարհով մեկ։ Եվ հետաքրքիր է, որ այս տաճարները ունեին 24 սյուներ, շրջապատված էին 24 սյուներով, ինչպես մեր Գառնին է հիմա, իսկ 24 սյուները հասկանալիորեն դրանք խորհրդանշում են օրվա 24 ժամերը եւ կապվում են կրկին արևի ժամանակի աստվածության հետ։ Ես կուզենայի երկու խոսք ասել պարզապես այն մասին, որ միհրականությունը շարունակվում է մեզանում նաև օրացույցում։ Տեսեք, Վանի թագավորության օրացույցում հենց առաջին ամիսը կոչվում էր Արեգ։ Հետագայում, երբ որ 301-ի նախօրյակին մենք տեսնում ենք առաջին ամիսը կոչվեց Նավասարդ, որ նշանակում էր նոր տարի, ամանոր փաստորեն, Արեգ է կոչվում 8-րդ ամիսը, իսկ Միհրի ամիսը կոչվում 7-րդ, այսինքն 1, 7 եւ 8, առաջին 7-րդ, 8-րդ ամիսները։ Ընդ որում, եթե դուք նայեք օրանունները, մենք 30 օրանուն ունեինք, առաջին եւ 8-րդ օրանունները, առաջինը կոչվում է Արեգ, 8-րդը կոչվում է Միհր, այսինքն առաջին եւ նրանից հետո 7 օր հետո կրկին կրկնվում էր արևի տոնը։ Սրանք բավականին այսպես խորը արմատներ են ձգել մեր իրականության մեջ եւ բնականաբար շարունակվում են մինչեւ այսօր։ Ես այսքանով ուզում եմ ամփոփել Միհրի տոնին նվիրված, Միհրի պաշտամունքին նվիրված այս մեր հաղորդումը։ Ես ուղղակի քանի որ ունենք նամակներ, տեսնեմ ինչ են դրանք եւ վերջում կավարտենք իհարկե մեր շնորհավորանքով, քանի որ տարեմուտ է, ուրեմն Հունաստանից Արաքսիա Տերյան, շնորհավորում եմ եւ բարի երթ մաղթում, խնդրում եմ հաղորդումը դարձնել DVD, որպեսզի գնենք։ Շնորհակալություն շնորհավորանքի համար, լավ առաջարկ եք մտածենք այդ ուղղությամբ, իհարկե ճիշտ է ունենալ այսպես էլեկտրոնային դասընթաց հայոց պատմության, որպեսզի ամեն հայ մարդ կարողանա յուրաքանչյուր պահի, եթե պետք է, դնի եւ իր երեխային ցույց տա, լսել տա, շնորհակալություն։ Եվ Մարտունիից, Գեղովիտ գյուղից եկեղեցու պատմության ուսուցչուհի, ինչպես կարելի է պայքարել ինչի դեմ, ինչ-որ բանի դեմ, քանի որ շուրջ բոլորը հեթանոսություն է։ Սուլական, ցեղասպանության, բայց ինչ կապ ունի։ Ինչպես կարելի է պայքարել, հա, լավ, մոտավորապես հասկացա ինչ նկատի ունի, ինչպես կարելի է պայքարել, հա, մեր ցեղասպանության արդարության համար, քանի որ մյուսները հեթանոս ասածը տվյալ դեպքում չհասկացա ինչ իմաստով է կիրառված, եթե դժվար չի, պիտի խնդրեմ հաղորդումից հետո նորից զանգ տա,
մի քիչ ավելի հասկանալի կլինի եւ կխոսենք այդ մասին, թե ինչ էր ուզում եկեղեցու պատմության ուսուցչուհին։ Փաստորեն Մարտունու Գեղովիտ գյուղում նայում են արբանյակային հեռարձակմամբ, այդ շատ հետաքրքիր էր։ Եվ ավարտելուց առաջ մի հետաքրքիր բանի մասին, որ մեր ժողովրդի մեջ, գիտեք, այսպես որպես կենցաղային մի երևույթ կա ղափամա եփելու սովորույթը, հա, դա արվում էր հատուկ օր, դա արվում էր դեկտեմբերի 25-ին։ Ինչի համար էր դա արվում։ Գիտեք բոլորս, որ դդումի մեջ, տվյալ դեպքում ընտրվում էր մի բուսական ծագում ունեցող, այսպես ապրանք, հա, իր միրգ չեմ ուզում ասել, որի մեջ լցվում էր զանազան այսպես քաղցրեղեն, անուշեղեն, էփվում էր, դա խորհրդանշում էր արեգակը եւ հետո արդեն երբ որ ամեն ինչ պատրաստ էր լինում, գինով կիսում էին բոլորը, կարծես արեգակը կիսում էին բոլորի մեջ, ջերմություն էին ընդունում իրենց մեջ եւ մի տեսակ կատարվում էր այն օրհնությունը, որ մեր էպոսում բազմաթիվ անգամ կրկնվում է հացն ու գինին տեր կենթանին եւ փաստորեն գինին արեգակի խորհրդանշի հետ կենթանի Աստծո խորհրդանշի հետ միասին այսպես մատուցվում էր ժողովրդին։ Եվ մի հետաքրքիր բան եւս, մինչեւ 19-րդ դարը եւ մինչեւ 20-րդ դարասկիզբը դեկտեմբերի 25-ը մեր մոտ շարունակում էին նշել հենց այս իմաստով որպես մի հրարեգակի տոն։ Այնուհետև երբ որ մեզանում Հուլիան Տոմարի հետ հունվարի 1-ը սկսեց մուտք գործել, դա արդեն 20-րդ դարի սկզբին էր, աստիճանաբար Միհրի տոնը միացվեց եւ Միհրի տոնը սկսեցին նշել որպես հունվարի 1 որպես ամանոր եւ մաղթանք էին կատարում։ Եվ այդ մաղթանքը, որ ես հիմա ուզում եի ուղղակի կրկնել բանաձևը, որ շատ ընդունված էր, այսպես ծիսական մի բանաձև էր, շնորհավորում էին բոլորին, շնորհավոր նոր տարի, առատ, ուրախ, անկորուստ տարի որ լինի, բարով հասնեք մեկ էլ այսօրվան, մյուս նոր տարվան, առողջ երջանիկ լինեք եւ հետաքրքիր մաղթանք, բոլոր պանդուխտները վերադառնան։ Այս վերջին մաղթանքով եմ ցանկանում եզրափակել հաղորդումը, մեր այս առաջին հաղորդումը, քանի որ այսօր առավել քան արդիական է եւ քանի որ մեր ժողովուրդը միշտ պանդուխտ է համարել մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր ապրում են հայրենի հողից դուրս։ Ցանկանք, որ հնարավորինս շուտ մեր ժողովուրդը կարողանա վերագտնել իր նախկին հոգևոր հզորությունը, նաև ֆիզիկական հզորությունը եւ ցանկանք, որ եկող տարին, որը արդեն ասեցինք լինելու է մեզ համար եւ 4500-ամյակի նշման տարին, հայոց բունտոմարի եւ հայոց պետականության վերականգնման 90 տարին, բերի մեզ հզորություն, բերի մեզ ամրություն եւ մենք կարողանանք հավաքվել հզոր Հայաստանում մեկ միատեղ համատեղ ջանքերով ստեղծենք հայության երազած ապագան։ Շնորհավորում եմ բոլորիդ, բոլորիս նոր տարին 3 բոլոր տոներն էլ, եւ Միհրի տոնը, եւ Ամանորը, եւ Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Բարին բոլորիս հետ։